բայց ինքը մտածելու տեղիք չունի, որ Հայաստանի Հանրապետության եւ առհասարակ աշխարհի հայերի մեծամասնությունը պատրաստ է հավատալ, սպասում է Փաշինյանից, որ ինքը ուրանալու է հայոց ցեղասպանությունը։ Գետինը մտնես ավել լավ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ ներկայացող մարդը գլուխ է գովում, որ Էրդողանի հետ իր հանդիպումը իր Facebook-ում ամենաշատ լայքն ու վյուն է հավաքել։ Ժողովուրդ, Միրզոյանը հարատը շուրջն է նայում, ասում է, ես ճիշտ ասած ընթացակարգերից տեղյակ չեմ։ Բուվա տեղյակ։ Ստացվեց, որ Ադրբեջանի բոլոր պահանջները միակողմանի կատարել եք։ Դա կոչվում է կապիտուլյացիա, ուրիշ անուն չունի այդ տուղթը։ Փոխանակ օգտագործեն։ Ցինիզմով պարոն Սիմոնյանը ասում է, հա, դե թո զանգեն իրար, որոշեն մեր գերիներին բերեն տան մեզ։ Դուք ինչի համար եք։ Հայաստանին պատերազմով սպառնում են 1 Ալիևը, 2 Նիկոլ Փաշինյանը իր խմբակի հետ։ Բարև ձեզ, հարգելի հետևորդներ, այսօր Պանորամա հարցազրույցների տաղավարում հյուրընկալել ենք Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին։ Բարև ձեզ, պարոն Մամիջանյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Փորձագիտական շրջանում կարծիք կա, որ ուկրաինական հակամարտության հանգուցալուծման զուգահեռ ըստ էության ավարտական փուլի է հասնում ռուս-թուրքական մեղրամիսը, որ գործընթացը սկսվել էր Սիրիայից, քառակողմ հարթակը մի կողմ դնելով Թուրքիան ըստ էության հեղաշրջում արեց եւ հիմա Ռուսաստանը աչքինաբար վերադառնում է իր բնական շահերի դաշտ, նաեւ հարավային Կովկասում։ Իսկ բնական շահերը հարավային Կովկասում հակադրվում են Թուրքիային։ Եվ այս համայնապատկերին Հայաստանի Հանրապետության վարչապետը որոշել էր Թուրքիայից հրավիրել մեծ թվով թուրք լրագրողներ եւ ըստ էության ներկայացնել հայ-թուրքական հարաբերությունների սերտացման գործընթացը։ Ինչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանը բնատուր տաղանդ ունի Հայաստանը մի դեպքում դնել արևմուտք Ռուսաստան հակամարտության տիրույթում, հիմա էլ ռուս-թուրքական հակամարտության տիրույթ։ Եկեք այդ գործընթացը տարբեր կետերից ուսումնասիրենք։ Նախ ձեր նշած փաստը դուք կապեցիք Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հավանական հանգուցալուծման հետ։ Եթե չեմ սխալվում, Ռուսաստանը եւ Թուրքիան աշխարհում իրար հետ ամենաշատ անգամներ պատերազմած երկրներից։ Առհասարակ, եթե դու ուզում ես տեսնել, թե ռուսական establishment-ը, ռուսական ինստիտուտները ինչ հեռահար պլաններ ունեն, կամ մի քանի փորձագետ, անունները չթվարկեմ, դրանք հայտնի են, իրենց աշխատանքները պիտի նայես, որոնք սովորաբար 3-ից 5 տարի շուտ գիտական հոդվածների տեսքով խոսում են Ռուսաստանի, այդ թվում նաև արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին։ Իրենք բոլորը միաբերան այս պահին գրում են, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև կոնֆլիկտը այս կամ այն տեսքով, թե դա կլինի հիբրիդային պատերազմի, թե ինչ տեսքով դա առանձին պատմություն է, անխուսափելի է, որովհետեւ տարածաշրջանը այդ երկուսի համար չափից շատ փոքր է, ու շահերը չափից շատ տեղերում դուք միայն Սիրիան նշեցիք, Լիբիան կա, Հարավային Կովկասը կա ու այսպես շարունակ, ինչու՞ չէ նաև Իրանը եւ այլն եւ այլն։ Ադրբեջանը, թվում է որպես Հարավային Կովկասի։ Ուստի այո, այդ պնդումը ճիշտ է։ Հիմա անդրադառնանք այդ խայտարակ այցին։ Ինչի խայտարակ բազմաթիվ պատճառներ։ Իմ գործընկերներից դրա մասին արդեն իսկ խոսել է, իրեն մեջ բերելով, ասեմ, մեր գործընկերը Գեղամ Մանուկյան, որ սա աննախադեպ միջոցառում էր այն առումով, որ դրա համար այդ թուրք լրագրողների այցի համար վճարվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։ Եկեք մենք ենք վճարել։ Նախաձեռնությունը եղել է հայկական կողմին։ Լավ, կանչում էր։ Թեպետ այդպիսի բան երբեք չի եղել։ Գոնե կարելի էր վերահասկել, թե այդ մարդիկ ինչ են խոսել, որտեղ իրենցից ոմանք ծաղրել են մեր երկիրը վերադառնալով Թուրքիա։ Անթույլատրելի արտահայտություններ են արել։ Բայց լավ, հələ էլ դրենք մի կողմ։ Եկեք մի հատ հանդիպման բովանդակություն ունենք։ Հարցին, թե ինչ ձեռքբերումներ կան հայ-թուրքական հարաբերություններում, Փաշինյանը հպարտորեն ասում է, տեսեք, ես մի 7 րոպե թվարկում էի ճակերտավոր ձեռքբերումները, որոնք փոքր են եւ այլն եւ այլն եւ այլն։ Բացեք նայեք, դրանք բոլորը Հայաստանի բարի կամքի դրսևորումներ են կամ զիջումներ են, ոնց ուզում եք անվանեք, հա, իր լեքսիկոնով գնամ, բարի կամքի դրսևորումներ են ճակերտների մեջ։
չգիտեմ, օգնության տրամադրում եւ այլն, արտահանձնում Թուրքիայի կողմից հանցագործ համարվող անձանց եւ այլն եւ այլն եւ այլն։ Բացի այդ արտահանձնումից, որին հեսա մենք կարադառնանք, մի հանճարեղ միտք էլ արտահայտում Փաշինյան։ Ասում է, գիտեք, արդեն գերատեսչությունների միջև նախարարությունների եւ այլ գերատեսչությունների ուղիղ կապ կա, զանգում իրար կարծիք են հարցնում այս կամ այն հարցի շուրջ։ Որ հարց 1 Այդ քանի անգամ են թուրք գերատեսչությունների ղեկավարները զանգել կարծիք հարցրել որևէ հարցի շուրջ հայ իրենց գոլեգաներից, որ հակառակը եղել է չեմ կասկածում, ու հեսա կապացուցեմ։ Թուրքիայի գործընկերները իրանց երբևէ զանգել են, որևէ հարցի շուրջ կարծիք հարցրել են, իհարկե ոչ։ Հաջորդը, ինքը հպարտորեն ասում է, որ Պաղեստինի անկախության ճանաչումը Հայաստանի կողմից, որը կամ 24-ի դեկտեմբերին էր կամ 25-ի սկզբին էր, արդեն ճիշտ ասած չեմ հիշում։ Ու նույնիսկ այն ժամանակ հայտարարություն տարածվեց, որ դա եղել է Թուրքիայի եւ Իրանի հորդորով։ Իրանի հետ խնդիր չկա, մեր բարեկամ եւ հարևան երկիրն է, բայց Թուրքիայի լուրջ եք ասում։ Այդ տարածաշրջանացումը, ինչ որ տերմինա հորինենք իրան ուրախանում է, դրա շրջանակներում է, հետո մի հատ էլ հարց ունեմ ես տալու։ Ես չեմ վերլուծում Թուրքիայի կողմից հանցագործ համարվող այդ անձանց արտահանձնումը պետք էր, պետք չէր, որովհետև ակնհայտ դա նորից ճակերտների մեջ բարի կամքի դրսևորում է, որովհետև Հայաստանն ու Թուրքիան երկկողմ արտահանձնման պայմանագիր հաստատ չունեն։ Կարող է ինչ-որ միջազգային կառույցների անդամ են, որի շրջանակներում դա ենթադրվում է, բայց երկկողմ 100% չունեն։ Լավ, որոշել էիր հանձնեիր, արտահանձնեիր։ Լավ, դու լեզու չունես, չէր կարելի որպես Թուրքիայի կողմից շակերտների մեջ բարի կամքի դրսևորում, այդ իրադարձությունը կապել գոնե մի քանի հայ գերիների Ադրբեջանից Բաքվի բանտերից վերադարձով։ Այսինքն Թուրքիային ասել, որ տես դու ինձնից արտահանձնում ես, խնդրում, պահանջում, տերմինա ինքներդ ընտրեք, ես էլ քեզ ասում եմ քո ազդեցությունը օգտագործի Ադրբեջանի վրա, որ մի քանի գերի վերադառնա։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը չէր համաձայնվի ռազմաքաղաքական առաջնորդներից որևէ մեկին վերադարձնել, բայց մյուս մենք էլի գերիներ ունենք, այդ տղերքից վերադարձնեին։ Ես կասկածում եմ անգամ, որ իրանք դա փորձել են անել։ Խորը կասկածներ ունեմ։ Այս եթերից հետո կասեմ, վայ, այտենց էլ էր կարելի։ Այսինքն այս մակարդակում է այդ ամենը։ Ու ես որպես արդեն շատ խոսացված թեմա չեմ անդրադառնում ցեղասպանության հարցին, որովհետև հասկանում եք նման օրինակ աբսուրդային հայտարարությունները Փաշինյանի կողմից, որ այլևս առաջնահերթություն չի։ Օրինակ այդպես բաների արդյունքում Եվրոպական խորհրդարանը վերջերս ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովը։ AFET-ը այսպես կոչված։ Վերջերս ընդունել է իր տարեկան 3 կարևորագույն զեկույցները, որդու իրավունքների, անվտանգության եւ այլն թեմաներով։ Ոչ մեկում ցեղասպանության վերաբերյալ կետ անգամ չկա, ոչ Հայաստանի, ոչ Թուրքիայի բաժնում։ Առաջ ընկնելով ասեմ, որ նաեւ Հայաստանի այսպես կոչված անդամակցության մասին ոչ մի տառ ասված չի, ոչ ողջ, ոչ մի բան։ Բայց քանի խոսում էինք ցեղասպանության ուրացման թեմայով, դա է իրականությունը։ Ու գիտեք, հետ գնալով մի քանի ամիս առաջ ինքը Ցյուրիխում թե որտեղ ակնհայտ ուրացման արտահայտություններ արել, որը հետո փորձեց խմբագրել, ներկայացնել, որ իր միտքը լավ չի անցալվել եւ այլն եւ այլն։ Բայց ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը մտածելու տեղիք ունի, որ մի կողմ դնենք ինքը ասել է ուրացման տեքստ, թե չի ասել, չնայած ասել է։ Բայց ինքը մտածելու տեղիք չունի, որ Հայաստանի Հանրապետության եւ առհասարակ աշխարհի հայերի մեծամասնությունը պատրաստ է հավատալ, սպասում է Փաշինյանից, որ ինքը ուրանալու է հայոց ցեղասպանությունը։ Գետինը մտնես ավել լավ։ Ընդհանուր առմամբ այդ հավաքի ժամանակ որևէ միլիմետր Հայաստանի Հանրապետությանը օգուտ չի տրվել։ Հարցին արդյոք հորիզոնում երևում է այսպես կոչված խաղաղության պայմանագիրը թե չէ, լրագրողը պնդում է, թուրք լրագրողը պնդում է, որ չի երևում։ Փաշինյանը ասում է ոչ, ես ձեր հետ համաձայն չեմ, հորիզոնում այդ պայմանագիրը
երևում է, բայց արկա է ծխածածկույթ, որի հետևից հորիզոնը չի երևում, եւ այդ ծխածածկույթն է գերիների հարցը, Ադրբեջանի արևմտյան Ադրբեջան խայտարակ եզրույթները եւ այլն, դա ծխածածկույթ չի, դա երկրի դիրքորոշում է։ Այդ ոնց եղավ, որ ձեր այսպես կոչված պայմանագրի վերջնական համաձայնեցումից հետո մի քանի ժամ հետո Ադրբեջանը նոր ուլտիմատումներ առաջ քաշեց եւ հաջորդ օրվանից սկսած ամեն օր ապակարոշչական տերոր է իրականացնում, օրական մի օրը 5, մյուս օրը 3, այսօր առավոտյան արդեն եղել է գուցե մինչև նկարանում ենք էլի լինեն հայտարարելով թե իբր Հայաստանը հրադադարի ռեժիմն է խախտում։ Սա անընկալելի պահվածք է։ Հասկանում եք, հավաքես թուրք լրագրողներին պետ բյուջեի հաշվին բերես Հայաստան, ասելու համար, որ դու ուրանում ես ցեղասպանությունը եւ ասելու համար, որ քո նյույորքյան հանդիպումներից Էրդողանի հետ հանդիպումը ամենաշատ լայքը ու դիտումն է հավաքել Facebook-ում։ Ես տեսնում եմ ձեր դեմքին ժպիտը եւ համաձայն եմ դրա հետ եւ դա իրոք խնդալու բան կներ, եթե մեր երկրի մասին չներ, եթե այս ամենը մենք իրար հետ կարդայինք որևէ այլ երկրի մասին, շատ հետաքրքիր տենց թեմա կլիներ տեխնազոհականների գիտական հոդվածների, բայց սա մեր երկիրն է։ Հայաստանի Հանրապետության վարչապետ ներկայացող մարդը գլուխ է գովում, որ Էրդողանի հետ իր հանդիպումը իր Facebook-ում ամենաշատ լայքն ու վյուն է հավաքել։ Ժողովուրդ, էլ ո՞նց ասենք իրականություն։ Պարոն Մամիջանյան, հայ ձեր նշած հարկատուների հաշվին թուրք լրագրողները եկան այստեղ եւ 3 հիշարժան ռեպորտաժ պատրաստեցին, մեկով ժխտելով ցեղասպանությունը, մյուսով հայտարարելով, որ Երևանը թուրքական քաղաք է, Երևան մոսկիցն էլ թուրքական մոսկից, այո։ Սա էր մեր այցի ամբողջ արդյունքը։ Տեսեք, ամբողջացնելով այս ամեն ինչը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Փաշինյանի պահվածքը, եթե վերջնական ինչ-որ բան ներկայացվի, ասեն այս զիջումների պարագայում, օրինակ Թուրքիայի պարագայում, տեղի կունենա հարաբերությունների վերականգնում։ Այդ պարագայում ես գուցե սկսեմ հասկանալ, էլի սխալ է, բայց Փաշինյանի պահվածքը, որ ռացիոնալ կարած չափես, էլի էս ունի էս վտանգները եւ այլն, բայց դա չկա։ Երկու կողմից էլ անդադար ավելանում են պահանջներ, ուլտիմատումներ։ Մեկ էլ Փաշինյանից բախտը չի բերել, ես լավ հիշողություն ունեմ։ Երբ որ սկսվում էր հատուկ բանագնացներով Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերումները, մենք ինչ էինք ասում։ Ասում ենք չի կարելի նախապայմաններով գնալ Թուրքիայի հետ բանակցությունների։ Ինչ էին ասում հրաշքները, ոչ մի նախապայման չկա։ Նախապայման Արցախ հանձնելը արել ես, նախապայման Ադրբեջանի հետ Ադրբեջանի պատրաստած կապիտուլյացիան, թելադրած կապիտուլյացիան ստորագրի անում ես, հա իհարկե նախապայման չկա, երբ որ դու բոլոր նախապայմանները կա, հա իհարկե ցեղասպանությունից ուրացումը ամենակարևորներից։ Իհարկե նախապայման չկա, եթե դու այդ նախապայմանները բոլորը կատարում ես։ Միջոցքին էլ սպասում են։ Դա էլ առանձին պատմությունն է, նորից եմ հիշեցնում, նախ Ադրբեջանը ըստ մամուլում տեղ գտած տեղեկությունների Հայաստանը առաջարկել էր Ադրբեջանին համատեղ հայտարարություն տարածել բանակցությունների, հա, տեքստի քննարկման փուլի ավարտի մասին, Ադրբեջանը մերժել էր ըստ օդում կախված լուրերի։ Եվ միակողմանի հայտարարել էր դա Հիկմետ Հաջիևի շուրթելով։ Դրանից մի քանի ժամ հետո Ադրբեջանը առաջակաշում նոր պայմաններ։ Այդ թվում նաև խոսում է այսպես կոչված միջանցքի մասին։ Ու գիտեք, անդրադառնալով այդ թեմային, ես երբեք չեմ ասի, որ նոյեմբերի 9-ի եռակոմ պայմանագրի մեջ նշված է այնպես, ինչպես փորձում է ներկայացնել Ադրբեջանը։ Ես դա երբեք չեմ ասի, որովհետև դա իմ երկրի շահերին հակառակ։ Բայց ես եմ ստորագրել այդ թուղթը։ Նիկոլ Փաշինյանն չէ ստորագրել։ Կարդա իր այդ անտերը ստորագրելուց առաջ։ Ընտրվել այնպիսի ձևակերպումներ, որոնք որևէ
սխալ ինտերպրետացիաների, մեկնումների տեղ չթողեին։ Ոնց ուզում ես գտնե իր այդ ձևակերպումները։ Այսինքն, բա ու մեղքն է դա։ Չգիտեիր, որ Ադրբեջանը հետագայում փորձելու է ավելին պոկել։ Ու այս նույնը կիրառելի է նաև այսպես կոչված պայմանագրի նկատմամբ, որը այս պահին իրանք հոխորտում եւ հպարտանում են, որ ավարտել են բանակցություններ, չնայած այդտեղ բանակցություն չի եղել, այդտեղ ուղղակի եղել է ուլտիմատումների թելադրում, որոնք իրանք հերթով կատարել են։ Ազգային ժողովում ժամուկես 2 ժամ տևած քննարկման ժամանակ Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե ըստ էության փաստաթղթում բոլոր հարցերին պատասխան չեն տրվել, չէին էլ կարող տալ, բայց տրված են հստակ մեխանիզմներ, որոնք նախանշում են մնացած հարցերի պատասխանը։ Ձեր գնահատականն է։ 5 ժամ էր այդ նիստը տևում։ Եկեք այդ առհասարակ այդ նիստի ժամանակ Արարատ Միրզոյանի ասածներն եմ հատվելուց էլի։ Իրանց իրանց խնդալու է Փաշինյանն ինձ քարոզչական թեզերը նայել էլ, այդ որ SMS-ով են ուղարկում իրար, չգիտեմ ինչով են ուղարկում, ինչ որ չգիտեմ ինչ տենց քարոզչական հանճար է նստում, որը փորձում է կներեք բարիս համար, բայց գրուդիտներ գտնի իրանց դավաճանական եւ հակապետական գործունեությանը։ Եվ հերթական այդ թեզը, որը դուք հիմա կտեսնեք բոլորի կողմից, Փաշինյանի, Միրզոյանի, Ալեն Սիմոնյանի եւ այլն իրանց պատգամավորների եւ այլն, որ այդ պայմանագրում ոչ մի միակողմանի կետ չկա։ Հետևաբար դա բալանսավորված նորմալ պայմանագիր է։ Հիմա եթե ես ծխում եմ, իսկ դուք ենթադրենք ոչ։ Եթե մենք իրար հետ պայմանագիր ստորագրենք, երկկողմ, որ երկուսս էլ թարգում ենք ծխելը։ Դա համարժեք պայմանագիր է։ Երկուսս էլ թարգում ենք ծխելը ու ով առաջինը ծխի, մյուսին վճարում է $3000։ Դա երկկողմա, չէ՞, ոչ մի միակողմանի պահանջ չկա այդտեղ գրած։ Բայց դա աբսուրդ է, որովհետեւ դուք չեք ծխում, իսկ ես ծխում եմ։ Հիմա նույնը այդ պայմանագրում է, այդ պայմանագրի իհարկե մենք պահանջում ենք եւ դեռ չի հրապարակվել տեքստը, բայց այնտեղ կետերը, որոնք ակնհայտ են, հենց այդ տրամաբանությամբ են։ Այսինքն, հա, ձևակերպված է երկկողմ, բայց փաստացի դրա շահառուն միայն Հայաստանն է, մյուս կողմը ոչ մի բան չի անում։ Հաջորդ մարազմը այդ հանդիպման, երբ որ ընդդիմադիր պատգամավորներից մեկը հարցնում է, իսկ երբ է հրապարակվելու այդ տեքստը։ Միրզոյանը Արարատը շուրջն է նայում, ասում է, ես ճիշտ ասած ընթացակարգերից տեղյակ չեմ։ Ո՞վ է տեղյակ։ Եթե Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնին զբաղեցնող մարդը տեղյակ չի կարևորագույն փաստաթղթի հրապարակման ընթացակարգերի, խնդրում եմ նշել, ուշադրություն դարձնել, չի ասում բանակցված չեն, չի ասում քննարկում ենք, չի ասում չենք հասել այդ փուլին, ասում է ընթացակարգերից տեղյակ չեն։ Բայց ինչի՞ց ես տեղյակ։ Ո՞ւմից հարցնենք, Ադրբեջանից հարցնենք, որտեվ ինքն է միայն դա որոշում։ Հաջորդ կետը, երբ որ ինքը փորձեց ողջևորվի եւ վրթովվի, որ դա կապիտուլյացիա չի, ու երբ որ հասցեական հարցերին, որը գերիների հարցը, ինչ մասին որ դուք եք խոսում, գերիների հարցը, ինչի օրինակ դեմարկացիան, դելիմիտացիան, սահմանագծում եւ սահմանազատումը չսկսեց ջերմուկից, որը այս պահին Հայաստանի համար ցավոտ կետ է, ջերմուկից, Սյունիքից, Գերարքունիքից, որտեղ մենք օկուպացված տարածքներ ունենք։ Ասում դե մենք փորձեցինք, չստացվեց ներառել այդ կետերը։ Դիմոց գրի գնա։ Թողան մարդիկ ու մոտ դա ստացվում է։ Չստացվեց, որ Ադրբեջանի բոլոր պահանջները միակողմանի կատարել եք։ Դա կոչվում է կապիտուլյացիա, ուրիշ անուն չունի այդ տուղթը։ Ասում ենք փորձեցինք ներառենք, բայց չստացվեց ներառել։ Հասկանում եք, ընդ որում ես տենց չգիտեմ երկրագնդի վրա երկիր հղում անելով, հետ գնալով Արարատ Միրզոյանի մոտ մի ամիս առաջ ազգային ժողովում ասացին, լուրջ դեմքով վեր կացավ ազգային ժողովի ամբիոնից, ասում է Հայաստանը բարեկամներ չունի աշխարհում։ Նորից դիմումը գրի գնա, որովհետև քո գործն է, որ Հայաստանը բարեկամներ ունենա աշխարհում։ Քո պաշտոնը, այդ իմաստը դա է։ Ոչ թե ազգային ժողովի, հանրաժողովի նիստերի դահլիճ մուտք գործել 3 անվտանգության աշխատակցով։ 3 արտաքին գործերի նախարար, ազգային ժողով, սենյակ, որտեղ քննարկումն է գնում, 3 անվտանգության աշխատակցով։ Այդ չի քո գործը։ Քո գործերը Հայաստանում ունեն բարեկամներ աշխարհում։ Եթե դա դու չես կարողանում, դու պիտի դուրս գաս աշխատանքից։
Առհասարակ Հետո չմոռանանք, որ 18 թվականից հետո պարզվեց, որ Հայաստանը բարեկամներ չունի։ ոչ միայն 18 թվականից հետո դա պարզվեց, այլ Արդյունքում ժամանակին Փաշինյանը էլի է ինքը ասել է տարածաշրջանացում, ռեգիոնիզացիա անվանում թե ոնց անվանում չգիտեմ տերմինը, ինքը այդ հայտարարությունը արեց ու 44 օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետությունը մեր բարեկամ եւ հարևան Իրանի եւ մեր բարեկամ եւ հարևան Վրաստանի կողմից տևական ժամանակ փակել էր օդը Հայաստանի Հանրապետության համար։ Պատերազմի ժամանակ։ Ակնհայտ է, չէ՞ որ դա միակ մեր շփման հնարավորությունը մենք շրջափակման մեջ ենք։ Գլխնից կպնի այդ տարածաշրջանացումը կարող է չանեք տենց բաներ։ Հասկանում եք, իրանք մի թիմ են, եթե միտեղ միջազգային հարաբերությունների դասագրքում գրվի, որ առողջապահության նախարարը ունակ է միջազգային սկանդալ ստեղծելու եւ նոտա բողոքի նոտա ստանալու հարևան երկրից, մարդիկ ասեն դե լավ առողջապահության նախարարը ոնց է դա կարացան։ Թորոսյան Արսենը կարացավ։ Հետ գնանք կոവിഡ്ի ժամանակ Թորոսյան Արսենի մի հատ հայտարարության արդյունքում ունի կասկածի տակ իր սեփական ապիկարությունը, անգործությունը, որի արդյունքում մարդիկ են մահացել քողարկելու համար, ասես թե Վրաստանը թվերը նկարում է։ Մի քանի ժամ հետո Վրաստանից եղավ նոտա դիվանագիտական բողոքի։ Իսկ այդ բանը պետք է վիզ դնես, էլի կներեք բառից համար, առողջապահության նախարար լինելով վնասես միջազգային հարաբերություններին հարևան եւ բարեկամ երկրի հետ։ Մի բան էլ ունեին, տաղանդաշատ երիտասարդ էլ ունեն, բառարանների սիրահար Հայկ Կոնջուրյանը։ Ժամանակին նախորդ Գումարման ազգային ժողովում վեր կացավ, ասաց, որ Իրանը ավտորիտար երկիր է։ Սովորաբար այս բանից հետո մանդատը վայր են դնում, հաշվի առնելով Իրանի կարևորությունը մեր համար որպես հարևան եւ բարեկամ։ Ինչ անում ԿՊ-ն, հաջորդ Գումարման ազգային ժողովում Իրան նշանակում է ֆրակցիայի ղեկավար։ Չի իրանց թվում, որ այդ ամեն ինչը մոռանում են մեր հարևան եւ բարեկամ երկրները։ Ու սենց ես կարող եմ շատ երկար շարունակել, հասկանում եք, երբ որ անցյալ տարի վավերացվում էր Հռոմի ստատուտը, մենք միանում էինք միջազգային դատարանին։ Բոլոր խնդիրների սպեղանին էր, բոլոր բանի դարմաններ էր դա, Ալիևին դատում էին, բերում էին, կոշում պահում էին, բան եւ այլն եւ այլն։ Մեռանք այն ժամանակ ասելով Ադրբեջանը չի վավերացրել այդ թուղթը։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներից լավ Ռուսաստանը հասկացանք, որ չի վավերացրել, բայց եթե այդքան լավ բան է, ԱՄՆ-ն ու Չինաստանը չի վավերացրել։ Չէ, զորով բերեցին, ընդունեցին, վավերացրեցին։ Էլ չեմ ասում, որ հիմա նախագահ Թրամփի ադմինիստրացիան սանկցիաներ է կիրառում դատարանի դատավորների նկատմամբ։ Բայց ուր է տղեկ։ Ոչ միայն չեք դիմում այդ դատարանը, չեք օգտագործում այդ հնարավորությունը, այլ նաև պայմանավորվել եք, որ հետ եք քաշելու բոլոր առկա ուրիշ դատարաններում հայցերը Ադրբեջանի դեմ։ Հիմա լուսավորեմ, Ադրբեջանը այդ պայմանը սկզբից առաջադրել է։ Այսինքն իրանք այդ Հռոմի ստատուտի վավերացման ժամանակ, միջազգային դատարանի վավերացման ժամանակ գիտեին, որ Ադրբեջանը դա պահանջում է ու շատ լավ գիտեին, որ կատարելու են այդ պահանջը։ Այսինքն արդյունավետությունը այդ վավերացման 0 է։ Հայաստանը նույնիսկ եթե դա գործուն մեխանիզմ լինի, նույնիսկ եթե դա գործուն մեխանիզմ լինի, Հայաստանը այդ մեխանիզմից չէր օգտվելու։ Բայց չես անում մի բան, որից օգուտ չկա, բայց վնասը ակնհայտ է, որ ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություն ես փչացնում։ Ինչի համար։ Այս հարցերի պատասխանները կարծում եմ միանշանակ են։ Դուք նշեցիք, որ Նիկոլ Փաշինյանի թիմը կսկսի հիմնավորել իրենց այդ դրույթները, մասնավորապես այն, որ այդ խաղաղության եւ համագործակցության պայմանագրի կետերը երկկողմանի են։ Ճիշտն ասած, 2 օր առաջ արդեն այդ դրույթները առաջ քաշեց Ալեն Սիմոնյանը։ Նա հայտարարեց, որ ոչ մի տար չկա, որը վերաբերում է միայն Հայաստանին, եւ հետո էլ ավելացրեց, որ նույնիսկ կարկառուն ընդդիմությունն էլ նույնը կստորագրել, ինչ իրենք են ստորագրում ու բանակցում։ Աստված մի արած։ Առհասարակ պարոն Սիմոնյանի այդ բրիֆինգը ոնց լի էր էլի անհասկանալի դրսևորումներով։ Մեկը, երբ որ ախր երեք չգիտեք բան չեն անում մեր գերիների վերադարձի համար։
Մի հատ էլ երբ որ գալիս է ԱՄՆ նախագահի, եթե չեմ սխալվում, անվտանգության հարցերով խորհրդական Վոլցի հայտարարությունը Բաքու այցից հետո ոնց որ կամ ժամանակ կամ հետո, որում հստակ նշվում է գերիների վերադարձի համար, որ իրանք պիտի դրոշակ սարքեն, ճակատներին տատուիրովկա անեն ու տենց պտտվեն այս կողմենկոմ, որտեղ իրանք գործ չեն անում, ակնհայտ է, չէ՞, իրանք կապ չունեն այս պահին Թրամփի ադմինիստրացիայի հետ, հաստատ իրանք չեն կարող իրանք վերագրել այդ տարածը, չեն է փորձում։ Փոխանակ օգտագործեն։ Ինչ ցինիզմով պարոն Սիմոնյանը ասում է, հա, դե թո զանգեն իրար, որոշեն, մեր գերիներին բերեն տան մեզ։ Դուք ինչի համար եք։ Դուք ինչի համար եք։ Հաջորդ հետաքրքրական հատվածը պարոն Սիմոնյանի այդ ճեպազրույցից վերաբերվում էր Գներեք պարոն Մամիջանյան, նույն գերիների հարցով նաև հայտարարում է, որ այն ուժը, որը պնդում է, որ բանակցությունների ժամանակ խաղաղ պետք է դրվեր գերիների հարցը, դա թշնամի, հա, դա թշնամի պետության քայլ է։ Հղում անելով պարոն Օսկանյանին ինքը իսի որակումներ է անում, դե մեկնաբանը կարծում եմ մեր քաղաքացիների համար էլ ակնհայտ թե ով ավելի լավ հասկանում միջազգային հարաբերություններից պարոն Օսկանյանը, թե պարոն Սիմոնյանը, դա առանձին պատմություն։ Բայց դա առաջի դեպքը չի, երբ որ իրանք դեմ են գերիների հարցին։ COP29-ի ժամանակ նոյեմբերին Ադրբեջանում անցկացվող գագաթնաժողովի մենք նախաձեռնել էինք մի հայտարարություն ազգային ժողովի, որում մի ստորակետ անգամ ներքաղաքական չկար։ Պատկերացնում եք ինչքան դժվար էր իմ համար գրել մի հայտարարություն, որտեղ ես որակումներ չեմ տալիս այսօրվա կառավարիչներին։ Շատ դժվար էր։ Բայց որբեզի դա լինի ազգային ժողովի հայտարարություն, որ հանգարց մի անիմաստ պատճառաբանություն կպայականները չբռնեն, մեջը 0 կետ կար ներքաղաքական։ Կառավարությանը կոչ էր արվում զբաղվել դրանով, միջազգային գործընկերներին էս էր կոչ արվում, Ադրբեջանին էս էր կոչ արվում, այսինքն բացառապես պետական շահերից բխող հայտարարություն։ ԿՊ-ն ուղղակի վիժեցրեց այդ գործընթացը։ Ու արդյունքում շատ երկրների ազգային ժողովներ, պարլամենտներ, անհատ պատգամավորներ, միջազգային կազմակերպություններ հայտարարություն տարածել էին Ադրբեջանից պահանջելով COP29-ի շրջանակներում, որպես բարի կամքի դրսևորում կամ պարտադրանքով կամ ելնելով նախորդիվ պարտավորություններից, ամեն մեկը մի ձևակերպում էր ընտրել, ազատ արձակել մեր գերիներին։ Հայաստանի Հանրապետության ԿՊ-ական ազգային ժողովը դրան խանգարեց։ Էս է իրանց դեմքը, որովհետև էլի հետ պիտի գնամ, որովհետև 20 թվականի նոյեմբերի 10-ից սկսած Ադրբեջանը պահանջում է ականապատ տարածքների քարտեզները։ 20 թվականի նոյեմբերի 10-ից։ Փաշինյանը դրանք տրամադրում է երբ 21 թվականի հունիսի սկզբին։ Ես չեմ քննարկում պետք էր տրամադրել թե չէ, ամեն դեպքում հայ օջախների ճրակներ են հետ։ Բայց ինչի, եթե տրամադրելու էր, ինչի են ժամանակ չես տվել։ Ինչ ես տանջել այդ տղեկին կես տարի, որ 2 լայք ավել հավաքես ընտրություններից առաջ։ Ինքը դա արեց ընտրություններից 2 շաբաթ առաջ, թե մի շաբաթ արդեն չեմ։ Հիմա էլ է մոտ նույնը անել։ Այսինքն ոչ մի պետական շահը իրան չի հետաքրքրում։ Ոչ մի մեր երկրի անվտանգությունը չի, իրան մարդու կյանքն էլ չի հետաքրքրում։ Ինքը դա օգտագործում է որպես դիվիդենդ։ Ու այն ամենը, ինչ Ալեն Սիմոնյանը նշում էր այդ ճեպազրույցի ժամանակ, ընդամենը խայտառակ կրկնակի կապիտուլյացիայի որպես ձեռքբերում ներկայացնելու փորձեր էին։ Էդ էլ չեղավ բանից հետո, Գրանադայից հետո Արայիկ Հարությունյանը հպարտորեն գրեց, որ սա մեծագույն հաղթանակ, ինչ մեծագույն հաղթանակ, Արցախի կորուստը, Արցախի հանձնումն է մեծագույն հաղթանակ։ Ես շատ կարևորում եմ, որ մեր քաղաքացիները ֆիքսեն։ Արցախի հանձնումը երկրաշարժ չէր, ջրհեղեղ չէր, բնական աղետ չէր, որը այսպես թե այնպես տեղի էր ունենալու ու ով էլ լիներ իշխանության, իզորու չէր դրա դեմ ոչինչ անել։ Դա այդպես չի։ Արցախի հանձնապետությունը հանձնվել է Պրահայում։ Նրան այն ժամանակ, երբ Փաշինյանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, վերջակետ։
Ինձ չեք հավատում, Լուկաշենկոին չեք հավատում, որովհետև վերաբերմունքը Բելարուսի նախագահի նկատմամբ մեր հասարակության մեջ բարձ է թե ինչպիսին նա, որովհետև ինքը, եւ ես դրա մասին ազգային ժողովում եմ խոսել, հանդգնել է կարծել, որ Հայաստանի հետ կարող է խոսել նույն ձև, ինչպես խոսում է Փաշինյանի հետ։ Դա այդպես չի։ Հայաստանի հետ ոչ մեկ այդպես չի կարող խոսել։ Բայց լավ, Փաշինյանի սիրելի Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ասացին հավատացեք, որովհետև Մակրոնը հայ ականավոր գործիչներ Մուրադ Փափազյանի եւ այլոց հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ես զարմացած էի, որ Պրահայում Փաշինյանը տենց հեշտ նման կարևորագույն Ադրբեջանի համար բան ասեց, այսինքն Ադրբեջանի կազմում ճանաչեց Արցախը, որը երբեք չէր եղել։ Ու նույնիսկ Մակրոնն է զարմացած, ասել, որ Մուրադ Փափազյանը ճիշտ չի ասում, անհնար է, որովհետև A դա դեռ չի երկվել, B Մուրադ Փափազյանը Ֆրանսիայի նախագահից բարձրագույն պարգևներից մեկն է ստացել Ֆրանսիայի, այսինքն այստեղ բանի աղբյուրի ճշմարտացիության վրա կասկածներ լինել չեն կարող։ Բորելն էլ ասել է, որ Հայաստանի առաջին ղեկավարն էր, որը Ադրբեջանի կազմում է ճանաչել Արցախը։ Այսինքն ես ինչի համար սրա վրա այդքան շեշտադրում ուշադրություն դարձրեցի, որ մեր քաղաքացիներից ոչ մեկի մոտ նման տպավորություն չունի։ Արցախի հանձնումը բնական աղետ չէր, որը ոչ մի կապ չուներ թե ով ալնելու Հայաստանի կառավարիչը։ Դա տեղի է ունեցել անձամբ Նիկոլ Վովայի Փաշինյանի Պրահայի հայտարարությունից հետո։ Ու վերջակետը այդ ժամանակ է դրվել հանձնման։ Նույն հարցազրույցի ժամանակ, տեսեք, այս համայնապատկերի վրա Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե մեր ընդդիմությունը Փաշինյանի ասած մայակներն է, նշում է այն տեղերը, որտեղ թշնամին պետք է հարվածի եւ ընդհանրապես ասում է ընդդիմությունը հանդես է գալիս Հայաստանի եւ հայկական շահերի դեմ։ Ինչի մասին է խոսում Արցախը հանձնած, Հայաստանն էլ գոյաբանական խնդրի առաջ կանգնեցրած իշխանության կարգառում ներկայացրել ցանկացած մարդ, ով երբևէ կհանդգնի կասկածել իմ կամ իմ գործընկերների հայրենասիրության եւ հայակենտրոն գործունեության վրա։ Փոխանակ ամոթից գետինը մտնեն եւ չխոսան, լմյատը մեզ են մեղադրում։ Թուղթ եք բերել, հպարտանում եք, վայ, տեսեք, բանակցել, վերջացրել ենք։ Գնացել խնդրել եք մի շարք երկրների ներկայացուցիչների, որ շնորհավորանքներ եւ իրենց գոհունակությունը հայտնեն դրա վերաբերյալ։ Մտքներով անցնի սա հերքել, փաստեր կասեմ, օրով, ժամով ու տեղով, թե որտեղ են խնդրել։ Այդ շքերթը բաների, ողջույնների, խորին հարգանքով, օրինակ Լյուքսեմբուրգ պետության հանդեպ, խորին հարգանքով, բայց Լյուքսեմբուրգը ինչ է անելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ կապ, ինչ լծակ ունի։ Այսինքն ես շնորհակալ եմ, որ հետաքրքրվում են Հայաստանի որպիսությամբ իմ հարազատ երկրի, բայց այսքան ողջունեց հետո։ Այսինքն որ Ադրբեջանը ինչ-որ բան չանի, Լյուքսեմբուրգը ինչ-որ բան անելու։ Բայց դա առանձին պատմություն է։ Այդ թուղթը, որ տենց ներկայացրեցիք, իմիջայլոց այդ թղթի հետ կապված այնպես ստացվեց ի ցավակցություն իրենց, որ երկու շնորհավորանք կամ ողջույն իրականությունը ցույց տվեցին։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, որը ասաց, որ Հայաստանը խիզախ զիջումների է գնացել։ Եվ Եվրոպական պարլամենտի մի շարք պատգամավորների Նիլս Ուշակովսի, Մակալիստերի, Միրիամ Լեքսմանի, որոնք Հայաստանի հետ առնչություններ ունեցող, Հայաստանի հարցով զբաղվող պատգամավորներ են Եվրոպարլամենտի եւ էլի կային, եթե չեմ սխալվում, համատեղ հայտարարության մեջ նույնն է ասվում, որ Հայաստանն է զիջումների գնացել։ Այդ ամբողջից հետո անցնում է մի քանի ժամ ու Ադրբեջանը սկսում է սադրիչ գործողություններ, առաջաբերում նոր պահանջներ։ Բայց ինչ եք բանակցել։ Այդ ինչ եք բանակցել։ Ինչն եք փորձում ներկայացնել։ Իրականում ի՞նչ է փոխվել հողի վրա։ Ոչինչ, ավելացել են նոր պահանջներ։ Ու հասկանում եք, սա շատ էական է, մի քանի կետ կա, որ շատ էական են։ Բնականաբար մենք կողմ ենք խաղաղությանը։ Բնականաբար մարդ պետք է խելագար լինի, որ խաղաղություն չունենա։ Բայց սա խաղաղություն չի։
ինչքան բավարարես իրանց առաջ քաշած պայմանները, նորերն են ավելանալ, անդադար, անվերջ, հասկանում եք, եթե ռացիոնալիզմի ժանրից, եթե բերեն ասեն ուրեմն էս զիջումները անում եք, արդյունքում ստանում եք սա, այդ դեպքում հնարավոր է նստել ու ռացիոնալ հաշվարկ անել, այսինքն կորցնում ես էս, շահում ես էս, ու ծանր ու թեթև անել, բայց քեզ ասում են ինչ ուզենք անելու ենք քո և քո երկրի հետ, ու հարցը խաղաղություն կլինի, թե չէ, ու իրանք դրանից հպարտանում են, ուրախանում են, երջանկանում են, քարոզում են, Հայաստանին պատերազմով սպառնում են մեկ Ալիևը, երկրորդ Նիկոլ Փաշինյանը իր խմբակի հետ, սա է մեր իրականությունը։ Պարոն Մամիկյանյան, ակնհայտ է, որ այդ փաստաթուղթը ոչ մի անվտանգային խնդիրներ չի լուծում, կարևոր անվտանգային հարցերը հանված են փաստաթղթից հետագայի համար, չեք կարծում, որ ուղղակի գործող իշխանությունները ցանկանում են ինչ-որ խաղաղ թուղթ ունենալ իրենց ձեռքում, անձինս այդ փաստաթղթի առաջիկա ընտրությունների։ Իհարկե, ես դրա մասին ասել եմ դեռ կես տարի առաջ։ Նիկոլ Փաշինյանը ընկած է Ալիևի ավտոգրաֆի հետևից, ինքնագիրը չէ, ինքնագրի հետևից։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը էական չի բովանդակությունը ինչը, մի հատ թուղթ պետք է ստանա, որի մեջ մի տեղ խաղաղություն գրած լինի։ Անոնց մարազմը կարող է հասնել նրան, որ ասենք անգլերեն վերսիան չլինի, ինքը հայերեն թարգմանի, բան, սենց չէ բաներ կարող լինի։ Այդ խաղաղություն բառը վերցնի, սենց կտրի, տակ Ալիևի ստորագրությունները լինի, մայկաներին դա տպեն ու դրանով ընկնեն քարոզարշավի։ Ինքը թքած ունի Հայաստանի խաղաղության վրա, տարածքային ամբողջականության վրա, ինքնիշխանության վրա, իրան հետաքրքրում է այդ բառը պոկի, բառը բովանդակությունը չէ, բառը պոկի Ադրբեջանից, որ դրանով գնա ընտրության, հերթական արտահերթ ինձ մեկա։ Այսինքն այս ամբողջը ընդհանրապես Ադրբեջանի նախագահից ավտոգրաֆ ստանալու համար արվում, որովհետև իրան Հայաստանի Հանրապետության ոչ տարածքային ամբողջականությունն հետաքրքրում ոչ անվտանգությունն, իրան հետաքրքրում է կառավարական ամառանոցների դաչեկի անվտանգությունը եւ իր հրապարակի աշխատասենյակի անվտանգությունը։ Երկրագնդի վրա որ երկիրը իր իշխանության վերարտադրման եւ պահպանման երաշխիք տա, Թուրքիա, Ադրբեջան, որևէ այլ երկիր, ինքը այդ երկիրը թելադրի կան։ Իր միակ նպատակը իր վերարտադրությունն է։ Եվ այս համայնապատկերում ըստ ձեզ ընդդիմության ազգային ուժերի անելիքները։ Դեք ինձ թվում է վաղուց արդեն մենք դադարել ենք այդ ընդդիմություն կամ կուսակցություններ եզրույթից, դուք ճիշտ նշեցիք ազգային ուժեր։ Իհարկե մենք մեր անելիքը պիտի անենք, բացատրենք, խոսենք, մաքսիմալ շատ մարդկանց փորձենք ճշմարտությունը ներկայացնել, բայց սրա դեմ պայքարել կարող է միայն ժողովուրդ միասնական։ Ընդ որում թող ոչ մեկի մոտ տպավորություն չլինի, ես չեմ մեղավորություն կամ պատասխանատվություն ոչ մեկի վրա չեմ գցում։ Իհարկե ընդդիմության պատասխանատվությունն է այնպես անել, որպեսզի մեր քաղաքացիների, մեր քույրերի եւ եղբայրների մեծամասնությունը իմանա, գիտակցի, թե ինչա տեղի ունենում։ Եթե դա դեռ այդպես չի, ապա դա մեր բանն է, մեր մեղքն է, այդտեղ որևէ քննարկման առարկա չէ։ Բայց մեզ անհրաժեշտ է լայն կոնսոլիդացիա, լայն համախմբում հասարակության։ Այլընտրանք ուղղակի չկա, որովհետև Փաշինյանը իշխանությունը պահելու է ատամներով։ Իմ համար ոչ հունիսի 12-ին իր կողմից հատուկ միջոցների մարդկանց վրա նռնակներ լուսաձայնային շպրտելը զարմանք առաջացրեց, ոչ 22 թվականին 22 թվականին դիմադրության շարժման ժամանակ Դեմիրճյան Պրոշյան փողոցների խաչմերուկում էլի նռնակների օգտագործումը, հատուկ միջոցների կիրառությունը, ոստիկանական բիրտ ուժի կիրառումը։ Այդ բոլորը իմ համար զարմանալի չեն։ Ես կասկած չունեմ, որ Փաշինյանը այդ ամեն ինչը անելու էր, կրակելու հրամանն էլ տալու։ Երկրորդ հարցը այդ հրամանը կատարող կլինի, թե չէ, դա առանձին պատմություն է։ Բայց ես դրանում կասկած չունեմ։ Այստեղ մենակ մի հատ հարց կա։ Իսկ մենք դրա հետ կապված ինչ ենք անելու։ Այսինքն ես վստահ եմ, որ այդ ամենը Փաշինյանը անելու է, այդ հարց անցանք։ Այդտեղ ոչ զարմանալու եմ, ոչ բան չեմ անելու։ Մենք դրա հետ կապված ինչ ունենք անել։
պատասխանը մեկն է, հայրենասերները պետք է իրենց տեղում կանգնած ամուր, ինչպես եւ տեղի է ունեցել նախորդ նռնակները գցելու ժամանակ, տեղում կանգնած մնան, որովհետեւ հավաքական ուժին արդար ցասման, արդար պայքարին մեր քաղաքացիների ոչինչ դիմանալ չի կարող։ Փաշինյանն ով է, որ ժողովրդի դեմ դուրս գա։ Մեր ազգը, մեր պետությունը շատ թշնամիներ է ունեցել։ Մեծամասնությունը դրսից։ Այս մեկը ներսից է։ Բայց այդ թշնամիներից ոչ մեկը չի կարողացել մեզ ծնկի բերել։ Սա էլ չի կարող։ Շնորհակալություն, պարոն Մամիկյանյան, բովանդակալից զրույցի համար։ Պանորամայի մի արգելի հետևորդներ, հիշեցնեմ, մեր հյուրն էր Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիկյանը։ Շնորհակալություն մեզ ունկնդրելու համար, կհանդիպենք առաջիկա եթերներում։ Ցտեսություն։